Ու իմ արդեն կարամ ցույց տամ ձեզ ոնց ենք եղևը երացնում, տեսեք տրորեցինք եղևը արդեն քիչ-քիչ փոխվում է, դեռ ինքը իրան հանգիստ դուրս է գալիս։ Գնում ենք դեպի վերաբացված Կոմիտասի շուկա։ Էզի չնկարես։ Որովհետև ոչ մեկ իրավունք չունի նկարվողի կամքին հակառակ, այսպես ասեմ, համաձայնությանը հակառակ գցի YouTube եւ այլն, որտեղ չի կարելի, չի թույլատրվում։ Հարգելի ընկերներ, նայեք ինչ process-ի մեջ է գտնվում։ Բամիայի մարինադը մեր մոտ։ Ասենք շնորհակալություն Ռուզան Մորքուրին։ Ես ձեզ ասեմ, որ նաև թզի մուրաբայի տեսանյութունը բարեախորժակում է տեսանյութը հենց Ռուզան Մորքուրի Բաղադրատոմսով է պատրաստված։ Այսենց լիքը բերք ու բարիք։ Ես գնացի ես ուտեմ, հետո կշարունակենք։ Սա էլ հրաշալի մարինադը, որը պատրաստել եմ երեկ, ու այսօր արդեն պատրաստի նկարով ձեր հետ եմ իսկում։ Ուրեմն սենց են սկսում այսօրվա առավոտը, նախ սուրճ ենք խմել, ոնց որ միշտ։ Հիմա որոշել եմ ես պատրաստեմ նախաճաշը։ Ստեի մոտ լոլիկա, ոնց տենում եք 4-5 հատ լոլիկով ձվածեղ ենք պատրաստելու, թեթևի մեջ, թեթևակի ցույց կտամ ոնց է արվում։ Նաև ասեմ, որ մենք այսօր շուկա պետք է գնանք նաև ու Կոմիտասի վերաբացված, ավելի ճիշտ այն ինչ մնացել է Կոմիտասի շուկայից, ցույց կտամ ձեզ ու շատ հետաքրքիր բաներ պետք է առնենք մարինադի համար։ Բացի լոլիկից 5 հատ սենց խոշոր ծույլ է պետք, լավ լվացել եմ իհարկե, կարագ ու համեմունքներ, աղ, սև ու կարմիր բիբեր։ Լոլիկն են կտրում, ոնց ուզում եք կարակ տենց է կտրեք, որտև ընթացքում ինքը հալվելու է, լրիվ պյուրե է վերածվելու, ավելորդ ջուրն եք հաշվելու է, մեկ երկու մասի սենց կբաժանեմ ընդամենը, ձեր մոտ հարց կառաջանա, թե կեղևը ինչի եմ պահել, ինչի չեմ հանում, ես կեղևը ընթացքում եմ հանում, պատրաստելու ընթացքում այս թավայի մեջից, այսա շուտով կհասկանաք այդ ոնց է արվում, տենց շատ ավելի հարմար է, շատ ավելի արագ է, ու ձեզ է խորտ կտամ ավելորդ ժամանակ չծախսել տենց բաների վրա ու ընթացքում արագ հեռացնել կեղևը ու վերջ։ Այս պտղակոթերը իհարկե հանում ենք անպայման, այսպես։ Մնացածը առանց ձեզ եմ կտրում, շատերի մոտ կարա հարց առաջանա, թե բիբարը ուրա, սոխը ուրա և այլն, գիտեմ, որ դրանցով է պատրաստվում, բայց ոչ բիբար, ոչ սոխ չեմ գցելու, որտև այս շոքին դժվար թե ինչ-որ մեկին դուր գա, նամանավանդ նախաճաշի ժամանակ, այդ ծանր բաները, համար թեթևի մեջ։ Հիմա այսենց վերցնում ենք ու միանգամից կարագի հետ, այսենց լրիվ ուղարկում ենք թավայի մեջ ու կրակը կարանք բարձրացնենք այս բայցսից, որ ավելի շուտ սկսի հեղուկ արտադրել, ավելի շուտ էփի, այս էլ ընթացքում կներկայացնեմ մնացածի մասին, այսպես բարձրացնում ենք, 3-4 րոպե չի տևի, բարձր կրակով ու արագ ցույց կտամ ոնց եմ կեղևը հանում, ոնց ասացի ամենասկզբում, կարագը բերենք մեջտեղ, այսպես թեթև արդեն այս բայցսից տրորում ենք, որ ավելի արագ լինի ամեն ինչ։ Բայց իհարկե դուք ավելի լավ ցածր կրակով հանգիստ եք, բայց ես կնեմ որ շտապում եմ մի քիչ, դրա համար սենց եմ անում, ես էլ է տարբերակ, իմացեք որ սենց է կարա լինի։ Մի րոպե էլ չանցավ, տանում եք, արդեն լավ ամեն ինչ ընթանում, այսպես տրորենք ու շարունակենք, այսպես։ Ու իմ արդեն կարամ ցույց տամ ձեզ, ոնց ենք եղևը երացնում, տեսեք տրորեցինք, եղևը արդեն
քիչ փոխվում է, դնում եք ինքը իրան հանգիստ դուրս է գալիս։ Այսինքն վերցնում ենք, հեռացնում ենք ու մնացածը կարող չհեռացնեք էլ, բայց իհարկե հարմար է։ Ահա։ Այսինքն լավ չի փափկել, բայց կարանք էսը փոխենք։ Ահա։ Ընթացքում փափկելու ընթացքում ամբողջությամբ փոխվելու է կեղևը ու հանելու ենք։ Այս էլ ձեզ լայֆհակ, թե ոնց կարելի է զուգահեռ կեղևն է հանել պոմիդորի կամ լոլիկի վրայից։ Կարող հանգիստ օգտագործեք, շատ հարմար է։ Շարունակում ենք բարձր կրակով փափկացնել ու այս ամբողջ լիքը հեղուկ կա, այս հեղուկը լրիվ պետք է քաշվի ու պետք է մնա մենակ հյուսը, պետք է մնա մենակ դուռն պոմիդորի կամ լոլիկի ու նոր դրանից հետո արդեն կարանք ձուն ավելացնենք։ Այսինքն արագ սաղ կեղևները հեռացրեցի, 1-2 հատ կաղա մնացած լինի, արդեն էական չի։ Ընթացքում որ տենակ, հետը կարակ հանեք։ Ու հիմա նայեք, արդեն հանձրացել է, զանգվածը, տենում եք հեղուկը խառնվել է այս հանձր զանգվածի հետ ու այսպես մի բան ամես պետք գալու, բայց հլը շուտ է։ Երբ այս է տեղի ունենում, արդեն այս փուլում են գտնվում, ավելացնում են համամուկները, սև պղպեղը, կարմիրը ըստ ցանկության կարող չավելացնեք, կարմիր քաղցրը կարող կծու ավելացնեք, ոնց ուզում եք, բայց առավել շուտ իհարկե խորհուրդ չեմ տա։ Մեկ էլ անպայման շատ չենք ավելացնում, 1-2 պտղունց այսինքն։ Խառնում ենք ու արդեն միջին կրակով շարունակում ենք էփելը, այնքան մինչև ավելի հանձրանա, հələ որ շուտ է, հələ որ ջրալի զանգվածը շատ է, այս տենց պետք չի։ Խառնում ենք ու շարունակում ենք էփելը մինչև կգոլոշյանա, այս տեսեք, տեսա։ Այսինքն բան պետք չլինի։ Իսա գոլոշյանա թանձր դյուրեի վերածվի, նոր կավելացնենք արդեն ձուն։ Բավական է, նախ ծավալով տենում եք քչացել է, հեղուկը քաշվել է ու որ սենց ենք անում, նայեք, արդեն թանձր է հյութը, այլ ոչ թե ջրալի, ոնց որ սկզբում էր, համար արդեն լրիվ հերիք է, համ ձայնից զգար, տենում եք, նշանակում է, որ հեղուկը պակասել է արդեն, ժամանակն է ավելացնելու ձուն։ Հատ ավելացնում ենք, կոտրում եմ ու ավելացնում, բայց դուք սենց չանեք, դուք առանձին ակսեի մեջ հատ կկոտրեք, նոր կավելացնեք, այս պրոցեսը մի քիչ ցանկալի է արագ անել, որ չհասցնի բռնվի ձուն, որտեղ պետք է խառնենք։ Հիմա գթալը վերցնում ենք, այսինքն դեղնուց հետևորելով տարածում ենք իր բոլոր կողմերով, այսինքն մյուսը։ Այսինքն լավ տարածելով բոլորն այնց ենք անում, որ ամբողջ պյուրեն ու ձուն այսինքն խառնվեն։ Կրակը իջացրել եմ արդեն, համերա մինիմալի վրա է, որտեղ բարձր կրակ մեզ արդեն հիմա պետք չի, ընդհակառակը ցածր կրակով թող հանգիստ էփվի, բայց այդ ընթացքում չենք մոռանում, որ մի քիչ լավ պետք է ավելացնենք արդեն ձվի համար, որտեղ չենք ավելացրել, էլի 1-2 պտղունց, ընդհանուր առմամբ ըստ իհարկե նախասիրության խառնում ենք, այսինքն մեծ ձեռ չեմ տա իրան, թողեմ, որ հանգիստ իր համար էփվի, մինիմալ կրակով կրկնում եմ ու ընթացքում պնդանալու է ու կլինի արդեն պատրաստ։ Ամենը դասական, թեթև մարսողության տեսակետից նախաճաշի համար ձեզ ձվածեղ առաջարկեցի լոլիկով
Եթե ճաշի համար եք ծարքում, ցերեկվա համար, ասենք մեծ քանակությամբ ամբողջ ընտանիքի համար, կարող նաև սոխը ավելացնեք, պղպեղի ավելացնեք ու ինչ ուզում եք, կարող ավելացնեք։ Բայց առավոտվա համար խորհուրդ չեմ տա, էսի լրիվ նորմալ տարբերակ է։ Տեսեք, այսպես պնդության ձվածեղի է վերածվել, նաև յութեղը, այս չի շատ չոր ձվածեղ է, եթե ձեզ ձեռնտու չի այս յութեղությունը, այդ նշանակում է կարող մի հատ էլ ձու ավելացնեք, երկու հատ էլ, մինչև ձեր համար հաճելի լինի, հաճելի ձվածեղ լինի։ Իմ համար լրիվ նորմալ է, սենց հենց պյուրեոտ, սենց ասան ձվածեղ եմ ուզում, դրա համար իմ արդեն ես կարամ անջատա, վայելեմ ու անցնեմ առաջ, բայց հաշվի առեք, որ սառելու ընթացքում ինքը ավելի է պնդանալու, հենց որ այդ էլ է պետք հաշվի առնել, կարևոր բան է։ Ինչ հարգելի ընկերներ, ինչպես ասացի, գնում ենք դեպի վերաբացված Կոմիտասի շուկա, այս վաղուց է տեսել, որ ինքը բացված է, այսինքն թեթևակի մի փոքր տեղ են թույլ տվել, որ վաճառք լինի, առևտուր լինի։ Դուք կարաք այդ տեղի մասին զանազան ուրիշ բլոգերում տեսած լինեք, իմ չէ, մոտ առաջի բլոգն է։ Եթե իհարկե նայս չլինի, որ գնանք հասնենք ընդ ու բարձրի, որ էդ էլ չի աշխատում ու փակվել է։ Այդուհանդերձ հավատում եմ, որ բաց է, այսօր շաբաթ օր է, ես վերջապես թեթև հանգիստ ունեմ, այն որ ահավոր զբաղված եմ լինում, դրա համար կարծում եմ, որ իմ ու ձեր մոտ արդեն ամեն ինչ լավ կստացվի, այսօր տեսնենք։ Եվ առհասարակ իմ կարծիքով մեծ սխալ էր և շատ ցավալի էր, որ գրեթե կես դարի պատմություն ունեցող կառույցը պետք է այն էլ շուկան, որը շատ կարևոր դեր է խաղում մեր մոտ, հայերիս մոտ, ցավալիորեն փակված լինի, բայց լավ է, որ գոնե ինչ-որ բան կա կողքի մասում շատ չնչին է այդ տարածքը, բայց միևնույնն է այդ համն ու հոտը կաշխատենք շուկայի համն ու հոտը նկատի ունեմ կաշխատենք զգանք առևտուր անելուց, որովհետև շուկայից առևտուր անելը դա մի այլ հաճույք է, ասեմ, որ այս ալիքով չէ, բայց մյուսով իհարկե մենք բանյայի մարինադ ենք պատրաստելու, դրա համար հիմա պետք է գնամ ու առևտուր անեմ, արդեն մյուս ալիքում կտենակ այդ ամենը, ինչ հասանք արդեն շուկան կհիշեք կողքի կողմից և այսնից իմ հետևում նայեք այս տարածքն է, որը հենց շուկայի տարածքն է համարվում և հիմա մտնենք մեկ-երկու առևտուր անելու, ինչպես արդեն ասացի, մարինադի մթերք պետք է գնանք ու տեսնենք, թե որտեղից Ստեղ 1000 դրամ է մեր մոտ, բամյան ինձ մոտավորը 2 կիլոյի չափով է անհրաժեշտ, տեսնենք, թե արդես որտեղ կա այս ասան, որ վաղուց չեմ եղել ստեղ ու շատ ձեզ չեմ նկարում, ինձ եմ նկարում, տեսեք, հակար այև այս բանան ինչ հատրիկ ասի Ես մեծ ոտում եք ավելի խոշոր մեկ քիչ։ Մեծ է, ծայս ես նկատում։ Իրա սորտը լավն է, փափուկ, համով լավ ծանվում է։ Այսքան է, հա, տարածքը չկա։ Երկու տեղ էր, հարգելի ընկերներ,
Արևիթը ուրիշտը չեմ տենում։ Այս տենում լիքը այլ հետաքրքիր գեղեցիկ երմիրք և կներեք երմիրք և բանջարեղեն Արտիս Էզի չնկարես։ Նայեք լիցիվը կամերն է միացած, ոչ մեկի չեմ նկար ինձ մի 4-5 հերք է, մի հատ է ուսում Սխտոր այդ հերք է Ինչ հարգելի ընկերներ, շատ զվարճալի ստացվեց իմ առևտուրը, կեսից իհարկե անջատեցի, բայց եկեք պատմեմ ձեզ ինչ տեղի ունեցավ։ Նախ շատ վաղուց չեմ եկել ստեղ և ինձ հայտնի առևտրականները, ումից ես միշտ հենց եկել եմ առևտուր եմ արա և այլն, մի խոսքով ճանաչում ենք իրար, ի նկատի ունեմ Մի անգամից կեսը հայացքով, կեսը ողջունով դիմավորեցին ինձ ու այդ կինը որ տեսակ որ ասեց ինձ չնկարես, գցել ես YouTube, անցած անգամ տենց անկեղծ այդ տեսեք հենց հիմա հիշեցի, ես են հատվածը պատահական շուկան էի նկարագրում, պատահական ընկավ կադրի տակ, այդ կադրը ես հանել եմ, չեմ պահել, հավատացեք Այդ կինն էլ ինձ հիշեց մի խոսքով, գուցե պահի տակ, կադրի տակ ինչ-որ բան ընկել է և այլն, բայց ես իրեն էլ ասացի և ձեզ էլ եմ ասում բոլոր բլոգերներին և մնացածին, որ երբ մարդ չի ուզում, որ իրեն չնկարես, թույլ չի տալիս, որ իրեն նկարես, ասում եմ մի նկարի, դու պետք է ամեն բան անես, որ հանկարծ որևէ դեպքում կադրի մեջ չընկնի այդ մարդը որովհետև ոչ մեկ իրավունք չունի նկարվողի կամքին հակառակ, այսպես ասեմ, համաձայնությանը հակառակ գցի YouTube և այլն, որտեղ չի կարելի, չի թույլատրվում դա պարզապես և ես շատ ուրախ եմ, որ զգուշացնում են մարդիկ, ասում են մի նկարի և շատ ճիշտ է, դեպքում դու էլ ես հասկանում, ինչ նկարես, ինչ չնկարես, ում կարող ես նկարել, ում չես կարող նկարել Մի խոսքով, հետ գալուց էլ ծանոթ մյուս առևտրականներին մեր տեսա, հարգարժան, ովքեր տարիներով իրենց գործին նվիրված կին և ամուսին են անկեղծ եմ ասում, գնալուց և ներս մտա չնկատեցի իրենց, լուրջ եմ ասում Այդ գալուց արդեն որ անջատել է ինձ ասեցին բայց ինչի չես նկատում, ստեղ ենք, բան, բացատրեցի, որ չեմ նկատել իրոքից Բայց ասեցի, որ ինձ թխեմալի համար թթու սալորապետ և մոտորերս պետք է գնամ հենց իրանցից այդ առևտուրը անեմ Իսկ դուք նայեք իմ հետևում ինչ է գտնվում Ծանոթ է արդյոք ես պատկերը ձեզ, թե ոչ Սա արդեն փակված Կոմիտասի շուկան է, ընկերներ ջան Ավաղ մենք այլևս չենք կարող առևտուր անել ստեղից Բայց հուսով եմ մի օր աստծու կամքով մի բան կփոխվի և ամեն բան կլինի շատ ավելի լավ ու հետաքրքիր Իսկ դուք տեսեք ինչ եմ գնել Չգիտեմ արևի տակ երևա թե չէ, բամիայի մոտ Նեկտար Մի խոսքով, որ տուն գնանք ես կասեմ, մնացածը դափնուտերև է մնացածը հատիկավոր պղպեղները պետք է որ տանը ես ունենամ Դրա համար չգերադասեցի նորից առնել Ինձ մնացել է մեկ-երկու բան տանամար առնել, քանի բան ուզեցին, հաց և այլն Հասնենք տուն ու պատրաստենք բամիայի մարինադը, որ անկեղծ ըլնամ, չգիտեմ, ես ավելի լավ բամյա կուզեի փակելու համար Նկատի ունեմ ավելի ձիգսայել ամտիչ, բան չունեմ ասելու Բայց քանի որ սա էր ոնց որ ձեռքի տակ, դրա համար սա առանք Այսքան է,
Գնանք տանկում, կշարունակենք արդեն տանը։ Դե ինչ ես նոր մտատուն, եկեք արագ մանրամասն ավելի ցույց տամ ինչ առա։ Այս բամիայից, այս չափսի, կարևոր է որ լինի առողջ, պնդոտ, մի կիլոյի չափ, լրիվ հերիք է մեր համար, ավել չենք անում։ Երկու հատ քաղցր այսպես բուլղարական առողջ պինդ պղպեղ եմ առել, ստե բրիշկը, չգիտեմ տանը կարդը չէ, ամեն դեպքում առել եմ, պատիկավոր սև բիբար, ստե մեր մոտ գազերա երկու հատ, սոխ եմ առել, կծու պնդոտ, այսենց առողջ կծու բիբար, երկու հատ, որտև վաղնա կամ այսօրա նաև լոլիկ ենք փագելու, լոլիկի մարինատ, համար անգամից առել եմ սեղ, ու իհարկե նեխուր, այլի բոլոր բաղադրիչները պետք է մեր մոտ շատ թարմ լինեն, այդ շատ կարևոր է, ստեղ է նայեք այն բանկաներն է, որոնք արդեն լվացվել են, բայց շուտով ես նրանց ստերիլիզացնելու եմ, այդ արդեն տեսանյութի մեջ կտենակ, ու այսքան է լուր։ Հարգելի ընկերներ, նայեք ինչ պրոցեսի մեջ է գտնվում, բամիայի մարինադը մեր մոտ, բոլորը ցույց չեմ տվեք, նայեք մյուս ալիքում, այսօր երեկոյան տեսանյութը, բայց արդեն դրել ենք, որ ինքը վերջնական ստերիլիզացվի եռա, վրից ծանրոցներ եմ դրել, ոնց տենում եք, այս է մեր մարինադն է, ներքևում շոր, պարտադիր, ու էսենցիան եմ ավելացրել, կարակ վերջում ավելացնեք եռալուց հետո, բայց ես միշտ սենց եմ արել, ու այս անգամ է բացառություն չի, տեսեք արդեն բլբլթում է, սկսում է եռալ, մի 10 րոպե ոչ ավել, եռալու պայից սկսած պահում ենք, մինչև այս նեխուրը վերևի հատվածի, գույնը փոխի, ու կլինի պատրաստ, վերջնական տեսքն է թեթևի մեջ շատ ցույց կտամ, այդ ինչը, բնության բերք ու բարիք են մեզ ուղարկել, թուզը, հասած, քաղցր, մեղր ու թուզը, ասենք շնորհակալություն Ռուզան Մորքուրին, տեսեք, այս բերք ու բարիքը մեզ ուղարկելու համար, և ես ձեզ ասեմ, որ մենակ սա չի, ամեն սեզոնին մենք այսենց 2-3 պասիլկա ստանում ենք, այո, բառալոկ նուր, ինչ ասես, այսենց բերք ու բարիքը գալիս է և հասնում է մեր տուն, հենց որ ով մեղրում եղել է կամ կերել է մեղրու, այդ են միրգը չի, որ ձեզ շուկայում ասում են կամ գրած է մեղրու, չգիտեմ, կարելոկ կամ ինչ, սա իսկական հենց ընդայից ուղարկած, գուցե շուկային էլ է իսկական, ես չեմ կարող ասեմ, բայց սա ամենաիսկականն է և ուղիղ հասնում է մեզ, այս հենց գնանք վայելենք ու կշարունակենք։ Այս տպավորությունը ոնց որ մեջը մեղր լցրած լինի, այդպես քաղցր, ընտիր, թուզը։ Ես ձեզ ասեմ, որ նաև թզի մուրաբայի տեսանյութ ունեմ, բարեախորժակում, այդ տեսանյութը հենց Ռուզան Մորքուրի բաղադրատոմսով է պատրաստված և իր ուղարկած նույն չէ, ավելի հատուկ ոնց որ մուրաբայի համար նախատեսված ժամանակահատվածում հավաքած թզով է պատրաստած, կարակ մտնեք բարեախորժակ ու նայեք այդ տեսանյութը, թզի մուրաբան է, հենց որ այսենց լիքը բերք ու բարիք, ես գնացի ես ուտեմ, հետո կշարունակենք։ Ինչ սա էլ մյուս օրն է, տեսեք, նախ բարի լույս բոլորին, տեսեք պատրաստի արդյունքը, սա էլ հրաշալի մարինադը, որը պատրաստել եմ երեկ ու այսօր արդեն պատրաստի նկարով ձեր հետ եմ իսվում,